Բարի կեսօր, սիրելի հեռուստադիտող, Նուր TV-ում շարունակվում է բարի առավոտի ջերմ եթերը։ Ներկայացնեմ մեր հյուրին, այժմ նա մեր տաղավարում է առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյան։ Բարի կեսօր, Ծովինար, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Ողջույն, նախ ուզում շնորհակալություն հայտնել, որ ամեն անգամ բավականին այսպես կարևոր թեմաների շուրջ հյուրընկալում եք ու ինքս էլ բավականին մեծ սիրով եմ ամեն անգամ լինում այս տաղավարում, շնորհակալ եմ։ Հրաշալի, ինչպես ենք սկսել օրը։ Հրաշալի։ Եվ ինչ քայլերով։ Տեսեք, սուրճով, հանդիպումներով, հանգստով։ Իրականում իմ առավոտը հիմնականում միշտ այսպես նույն ձևով է սկսվում, զարթնելուն պես առաջին կարևոր բաներից մեկը դա ջուր խմելն է, որովհետև բնականաբար օրգանիզմը նոր արթնանում է եւ պետք է նաեւ խթանիչ որևէ բան մեր կողմից լինի, արդեն 4 տարի է անշեղ այդ սովորությունն եմ ոնց որ պահում, որից հետո արդեն կիրակնորյա հանգիստ, կիրակնորյա գործեր, բայց ավելի շատ ընտանեկան գործեր, քանի որ դա միակ օրն է, ինչպես միշտ նշում ենք, Սուրբ Կիրակին, որ կարելի է անցկացնել ընտանիքի հետ եւ զբաղվել ոնց որ ընտանեկան գործերով։ Քիչ առաջ ձեզ ներկայացնելիս ասացի, որ առաջին բիզնես դպրոցի հիմնադիրն եք։ Բիզնես դպրոցը 2016-ից է գործում։ Ինչպես որոշեցիք հիմնադրել բիզնես դպրոց, ինչպես գաղափարն առաջացավ ձեզ մոտ։ Տեսեք, իրականում, քանի որ ոնց որ յուրաքանչյուր մարդ վստահաբար փորձում է իր ամբողջ մասնագիտական ու նաև կրթական ճանապարհի ընթացքում ընտրել մի այնպիսի ուղի, որը որ ինքը շատ մեծ սիրով, նվիրվածությամբ ու հոգատարությամբ կիրականացնի, իմ դեպքում դա կրթության ոլորտն է, եւ ինչպես միշտ նշում եմ, պաշտելուչափ պետք է սիրել այն աշխատանքը, որ իրականացնում ես, եւ ես ամենալավն ու ամենաարդյունավետը կարողանում եմ այս ոլորտում լինել։ Գաղափարը որտեղից է ծնվել, քանի որ ինքս ուսումնառություն ստացել եմ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնում եւ մենք տարիներ շարունակ հիմնականում գործնական աշխատանքների ժամանակ միշտ ուսումնասիրում էինք միջազգային ընկերությունների փորձը եւ ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, արդյոք մենք Հայաստանում չունենք հայ գործարարներ, ընկերություններ, որոնց փորձը կարող է լինել ուսանելի մեզ համար, քանի որ երբ դու ուսումնասիրում ես դրսի փորձը ընկերությունների, դա շատ կարևոր է, բայց երբ դու վերցնում ես քո հայրենակիցների փորձը, այսինքն մարդիկ ովքեր որ ապրում, ստեղծում, արարում են նույն միջավայրում, որտեղ որ դու ես, ինքը ավելի կենդանի է, շոշափելի է, իրատեսական է, եւ այդ ժամանակ միտք առաջացավ, որ անպայման պետք է ստեղծել մի միջավայր, քանի որ ինչպես ասում են, եթե խնդիրը տեսել ես, ապա ով պետք է վերցնի հանձնառություն եւ իրականացնի, ստեղծել մի միջավայր, որտեղ որ անհատները ովքեր որ ցանկանում են մուտք գործել գործարար միջավայր կամ ժամանակակից գիտելիք ստանալու ցանկություն ունեն, իրենք հանդիպեն փորձառու անհատների հետ, հայ գործարարների հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձառությամբ, գիտելիքով, անցած ճանապարհով եւ 16 թվականին սկսվեց առաջին քայլերը ու ամեն տարի շուտով մեր 10 տարին է լրանում, ես բավականին մեծ ողջավորությամբ ու խանդավառությամբ եմ նշում, թե որքան ստեղծարար հայ գործարարներ ունենք մեր միջավայրում, մեր իրականության մեջ, որոնցից կարելի է անդադար սովորել եւ իրենք կարող են լինել կենդանի օրինակ այն երիտասարդների անհատների համար, ովքեր ուզում են զբաղվել գործարարությամբ, ինչպես մենք ենք նշում։ Ինչ պատասխանատվություն է ձեր ուսերին, երբ գիտակցում եք, որ առաջինն եք բիզնես դպրոց հիմնել Հայաստանում։ Իրականում պատասխանատվությունը երկու կարևոր կողմ ունի։ Առաջին կողմը ինքս միշտ նշում եմ կրթության ոլորտը, դա իսկապես ամենակարևոր պատասխանատու առաքելություն կրող ոլորտներից է, որովհետև այստեղ յուրաքանչյուր գիտելիք փորձառություն, որը որ դու փոխանցում ես, ինքս միշտ նշում եմ ատոմային ռումբի էֆեկտ ունի։ Դու կարող ես դա օգտագործել եւ էներգիա ստանալ, եւ կարող ես օգտագործել ու կործանել։ Շատ կարևոր է, որպեսզի կրթության ոլորտում գտնվող մարդը իսկապես ճանաչի ոլորտ իսկապես լավ տիրապետի խնդիրներին եւ ամենակարևորը կրի առաքելություն, հա, դա ինքնանպատակ չպետք է լինի կամ որքան էլ որ ինքը բիզնես դպրոց է, բիզնես չպետք է լինի, որովհետեւ իսկապես պետք է դու մի բան կարևոր հասկանաս, որ դու գործ ունես անհատի զարգացման հետ եւ այստեղ ամեն քայլը, ամեն գիտելիքը կարևոր է։ Երկրորդ կարևոր
պատասխանատվությունը նա էր, որ շուկան իրականում ձևավորված չէր։ Այսինքն առաջին մենք ինքներս չգիտեինք, օրինակ, ում դիմել, ովքեր կարող են լինել այն գործարարները, ովքեր որ իրենց փորձով գիտելիքով կկիսվեն, բայց այստեղ ամենակարևոր բաներից մեկը, որ իրենք ոչ միայն գործարարությամբ են զբաղվում, այլ նաև արժեհամակարգ կրող են։ Այսինքն անհատներ են, ովքեր որ իրենք մտածում են, որ իրենց գործունեության արդյունքում պետք է նպաստեն օրինակ Հայաստան աշխարհի զարգացմանը, միջավայրի զարգացմանը, աշխարհում որևէ բան փոխելուն, հայ գործարարի կերպարը բարձրացնելուն, սա մի փոքր ավելի էր բարդացնում խնդիրը, որտեղ այս ավելին է, քան զուտ գումար աշխատելը։ Այո, այսինքն ինքը պետք է ունենա առաքելություն, պետք է ունենա տեսիլ, ինչի համար է դա անում, վերջ-վերջո ինչ է թողնելու իր միջավայրում եւ պետք է ազնիվ խոստովանեմ, որ 15-16 թվականին տրեյնինգներ, դասընթացներ, միջոցառումներ, այսպես շատ չէր, հա, ոնց որ հիմա է ու բարդ էր։ Առաջին գտնել անհատների, ովքեր որ պատասխանատվություն կունենան այդ գիտելիքը փորձը փոխանցել եւ ամենակարևորը անհատներ, ովքեր որ կհավատան մեզ, մեր գաղափարին, կգան ուսումնառություն կստանան եւ կուզենան այդ ճանապարհը անցնել։ Որքանով է կարևոր բիզնես կրթությունը Հայաստանում։ Տեսեք, իրականում ինքս միշտ նշում եմ, եթե չառանձնացնեմ բիզնես կրթությունը, իմ ամենակարևոր մտքերից մեկը դա անդադար կրթվելն է, ինչպես միշտ նշում եմ, երբեմն, քանի որ ինքս նաև դասավանդում եմ, միշտ իմ ուսանողներին եմ ասում, երբեք ձեր մտքում չունենաք այն միտքը, որ ավարտեմ եւ գնամ աշխատեմ։ Երբեք չեք ավարտում սովորելը, մինչեւ ինչպես նշում են 7 շերտ հող չի գալիս մեր վրա։ Այսինքն պետք է ֆիքսել, որ կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում եւ ամբողջ կյանքի համար այս կոնցեպտը պետք է ունենանք։ Ինչքանով է կարևոր բիզնես կրթությունը, քանի որ ժամանակները բավականին փոխվել են եւ այլևս հետո նաեւ գործարար միջավայրում է շատ բան փոխվել, գործարարի ավելի ճիշտ բիզնեսմենի այն կերպարը, որ տարիներ շարունակ ձևավորված է եղել մեր հասարակության մեջ, որ գործարարը շահույթ հետապնդող, խաբող, շորթող եւ այլն այս կերպարն է, բնավ եւ հստակ եղել է իր պատկերը, թե ինչ արտաքին տեսքն է ունի, չէ՞։ Այո, որտեղ որ կրթությունը բնականաբար 10-րդ կամ կարող է ընդհանրապես բացակայել է, հիմա դա չի աշխատում, ինչպես նշեցի, ի ուրախություն մեզ, մենք մեր միջավայրում ունենք շատ ստեղծարար գործարարների, ովքեր որ իսկապես օրինակ են եւ մեր օրերում այլևս դժվար է հաջողել առանց անընդհատ կրթվելու, գիտելիք վերցնելու, որովհետեւ եւ գիտելիքը եւ տեխնոլոգիաները եւ միջավայրը այնքան է փոխվում, որ դու առանց միջավայրի ստեղծարար մարդկանց գիտելիքի փորձի ու կրթվելու չես կարող հաջողել եւ դրա վառ օրինակն է նա, որ օրինակ մենք կարող ենք բերել շատ ընկերություններ, որ ստեղծվել են ընդամենը մի քանի տարի առաջ հայկական հենց ընկերություններ, հա, հանրային սննդի ոլորտում օրինակ Արտլանչ ցանցը կարող ենք վերցնել, տեխնոլոգիական ոլորտում Pixart, CRISP եւ այլն, ովքեր որ Pixart-ի օրինակը վերցնեք Unicorn, այսինքն միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն է եւ այստեղ առանց խտացված գիտելիքի ու փորձի անհնար է։ Էլ չասեմ գրեթե անհնար է միջազգային շուկա դուրս գալ, որովհետեւ դու ուղղակի չես կարող մրցել, հա, այսպես հսկաների հետ, ու նաև մի կարևոր լուր ունեմ ասելու, որ մեր գործարարներն էլ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են ինքնակրթվելուն, զարգանալուն եւ ավելին իրենք կարևորում են նաև իրենց թիմակիցների կրթվելը, որտեվ գործարարության մեջ 3 կարևոր բան է կարևոր՝ խնդրի լուծումը, մարդիկ եւ միջավայրը։ Եվ եթե դու մարդկանց չես կրթում, չեմ կարծում, որ կարող ես երկար առաջ գնալ։ Նշեցիք նաև, որ դասավանդում եք, ըստ ինչ խնդիրներ ունի ժամանակակից կրթությունը։ Երևի այսպես ձևակերպեմ ոչ թե խնդիր, այլ մարտահրավերներ, իրականում պետք է ազնիվ լինենք ու այսպես խոստովանենք, որ մեր օրերում նոր գիտելիքը շատ արագ է փոխվում, այսինքն ինչպես նշում ենք, տեղում մնալու համար դու պետք է վազես, բառի բուն իմաստով, եւ եթե տարիներ առաջ միջավայրը շատ դանդաղ էր փոխվում, նույնիսկ համալսարանական ծրագրերը հա վերցնենք, իրենք կարող էին փոխվել 5, 10, 15 տարին մեկ, հիմա դա եւ տեսականորեն եւ գործնականորեն անհնար է, որովհետեւ նոր բան ասած չեմ լինի, հատկապես արհեստական բանականության նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը, որոնք որ բացի այն որ նոր գիտելիք են գեներացնում, իրենք նաեւ պահանջում են նոր հմտություններ։ Հիմնական մարտահրավերներից մեկը նա է, որ
մենք նաև պետք է ուսանողներին դա շատ այսպես արմատացած փոխանցենք, որ մեր օրերում կարևոր է սովորել արագ սովորելը, որովհետև կամ այլ կերպ ասած փափուկ հմտությունների վրա շեշտադրություն դնելը, որովհետև դու կարող ես լիքը բան չիմանալ, ու դա նորմալ է, որ դու չգիտես, բայց եթե դու չես կարողանում արագ սովորել, չես կարողանում արագ յուրացնել, արագ կիրառել, բաց չես նոր գիտելիքի, նոր հմտությունների առաջ, այստեղ մենք խնդիր ենք ունենում եւ ըստ էության կրթական հաստատությունների, քանի որ ինքս եւ ոչ ֆորմալ կրթության մեջ եմ եւ ֆորմալ կրթության, շատ կարեւոր է որ մենք նաեւ ուսանողներին այդ փափուկ հմտությունները սովորեցնենք։ Տեսնել խնդիր, խնդրի լուծում, սովորել արագ նոր բան սովորել գիտելիքը փոխանցել, որտեղ դա շատ կարևոր է, սովորել թիմային աշխատել, սովորել նաև սովորածը կիրառել։ Իսկ այս հմտությունները փունջը, հա, այսպես ձևակերպեմ, եթե դու չես ունենում, դու կարող ես շատ գերազանց ավարտել համալսարանը եւ աշխատաշուկայում ուղակի չլինել մրցունակ բացապես առաջին հերթին։ Եվ հենց այդ բացը այդտեղից է առաջանում, որ մենք շատ ժամանակ նշում ենք, որ համալսարանը գնում է ուրիշ ճանապարհով աշխատաշուկա ուրիշ ճանապարհով, դա նաև նրանից է, որ այդ առերեսումը չի լինում։ Բիզնես կրթության մասով, որոնք են առանձնահատկությունները կրթական տարերի։ Տեսեք, բիզնես կրթության մեջ էլի հիմնական ու կարևոր առանձնահատկություններից մեկը նա է, որ այստեղ կոշտ հմտություններն ու փափուկ հմտությունները շատ զուգորդված են իրար հետ։ Այսինքն դու չես կարող ուղղակի տեսական ինչ-որ բաներ իմանալ մենեջմենթի, մարքեթինգի, ֆինանսների մասին ու գնաս զբաղվես գործարարությամբ, չէ։ Ինչպես մենք ասում ենք learning by doing, այսինքն սովորել անելով եւ գործարարության մեջ այս երկու բաղադրիչները շատ կարևոր են։ Մյուս կարևոր բաղադրիչը, որը բիզնես կրթության մեջ շատ կարևոր է, դա միջավայրն է։ Այսինքն, եթե դու տիրապետում ես շատ տեսական գիտելիքների, շատ բանի, բայց չես ընկնում այն միջավայրը, որտեղ որ մարդիկ մեծ են մտածում, մարդիկ զբաղվում են գործարարությամբ, դու այստեղ էլի դժվար ես հաջողելու։ Շատ կարևոր են կապերը, networking-ը, իրականում էլի նոր բան ասած չեմ լինի, բայց շատ կարևոր է, հատկապես Հայաստանում մենք միշտ ասում ենք ԽՑԲ-ն վատ բան է, խնամի ծանոթ բարեկամը, բայց ամերիկյան շուկան կամ արևելքը դրան ամեն ինչին անվանել են network եւ օգտագործում են այլ համատեքստում, այսինքն այստեղ փափուկ ու կոշտ հմտություններից բացի կարևոր է միջավայրը, կարևոր է networking-ը, կարևոր է ճկունությունը, կարևոր է ռիսկի դիմելը, որովհետեւ եթե օրինակ սովորական կրթության մեջ կամ օրինակ եթե դու որևէ ընկերության թիմակից ես, այս բաղադրիչները ավելի պակաս են, այստեղ շատ կարևոր է որոշումներ կայացնելու կարողությունը, որովհետև էլի եթե դու ունես գիտելիք, բայց երբեք հանձնառություն չես վերցնում, որոշում չես կայացնում, խնդիր չես լուծում, շատ դժվար է լինում ու նաև շատ կարևոր է աշխարհը դիտարկել որպես շուկա։ Մեր ամենամեծ մարտահրավերներից ու բացերից մեկը նաև կարծում եմ նաև, որ մենք հիմնականում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեր գիտելիքի փոխանցումը հիմնականում Հայաստանում փոքր է միջավայրը, այսինքն մենք համաշխարհային ինովացիոն նորարարական գիտելիքների շատ քիչ ենք հասանելիություն ունենում, բայց նաև այդ խնդիրն է հիմա մեզանում լուծվում ու դրա վառ օրինակն են հայալեզու հրաշալի գրականությունը, հենց բիզնես կրթության, հոգեբանության, մարքեթինգի եւ այլնի վերաբերյալ, որը որ իսկապես քեզ կարող է օր առաջ զինել գիտելիքներով։ Այստեղ ուղղակի պետք է ցանկություն։ Կուզեի խոսեինք եւ անդրադառնայինք նաեւ ուսանողի տուն ծրագրին, ինչ է այն իրենից ներկայացնում։ Տեսեք, քանի որ խոսեցինք կրթությունից, ուսանողությունից, ուսանողի տունը, որը որ հիմնադրել եմ իմ գործընկերոջ հետ, Երբ դա բիզնես դպրոցից առաջ, հետո բիզնես դպրոցից հետո, նպատակը որն էր, ես եւ գործընկերս նույն խնդիրն էինք տեսել, որ մարզից եկած ուսանողները, ովքեր ուսումնառություն են ստանում Երևանում, իրենք ունեն բնակության վայրի խնդիր, բայց մյուս ամենակարևոր բանը դա ստեղծարու ճիշտ միջավայրում հայտնվելու խնդիր եւ ուսանողի տունը ինքը հենց միջավայր է, որտեղ որ մարզաբնակ երիտասարդները, ովքեր որ գալիս են ուսումնառություն ստանալու Երևանում, այդտեղ բնակվում են, ստանում են ոչ ֆորմալ կրթություն, իմ ասած այս բոլոր հմտությունները, հա, փափուկ հմտություններ, կոշտ հմտություններ, ստեղծարար միջավայր, որակյալ կապեր եւ նպատակը, որ իրենց համայնքներում իրենք բերեն փոփոխություններ, այսինքն այն ինչ որ իրենք ստանում են, գնան, սկսեն կիրառել իրենց համայնքներում, մարզի առաջամարտիկներ, առաջնորդներ ենք պատրաստում, որպեսզի նաեւ իրենք զարգացնեն մյուսներին։ Իսկ հետևողականություն կա դրան արդյոք իրենք վերադառնում են մարզ, այդ փոփոխությունները կատարում են։
Անշուշտ կա, քանի որ մենք ամբողջ ոնց որ ընթացքում մեր համակարգման թիմը, մեր ընդհանուր թիմը բավականին ինտենսիվ աշխատում է, որպեսզի իրենք կրեն այդ գաղափարը, որ փոփոխությունը սկսվում է մեզանից, պատասխանատվությունը սկսվում է մեզանից եւ մեզանից յուրաքանչյուրը անպայման պետք է ոչ թե ասի այ ինչ լավ կլիներ, որ իմ համայնքում այսինչ բան լիներ, այլ տեսներ դա ու ինքը վերցներ հանձնառություն իրականացնելու։ Երկրորդը պարբերաբար նաև մարզայցեր է լինում, աշխատանքներ են կատարվում իրենց հետ, այսինքն իրենք միայնակ չեն իրենց խնդրի, գաղափարների ու ծրագրերի հետ եւ բնականաբար նաեւ դա նպաստում է շարունակականությունը, որ իրենք հանդես են գալիս բազմաթիվ նախաձեռնություններով, հենց համայնքներում։ Այդ առումով ես միշտ այդքան էլ դրական չեմ համարել, որ ասում են մի ծաղկով գարուն չի գա, այ ձեր արած այդ գործը հենց նրա մասին է, որ հենց մի ծաղկով էլ կգա, բարձրապես պետք է գնալ այդ ռիսկին եւ կատարել այդ քայլը։ Տեսեք, իրականում էլի շատ կարեւոր է խոսույթից դու ինչ ես վերցնում ու բոլորն էլ խնդիրներ տեսնում են, բայց իհարկե շատ նորմալ է, որ բոլորը չէ որ հանձնառություն են վերցնում դա անելու։ Բնականաբար որևէ մեկը առաջին քայլը պետք է անի, բայց այստեղ նաև մյուս կարևոր բանն է, որ դու կարողանաս քո գաղափարի հետևից ստանել մարդկանց անհատների, ովքեր որ էլի նույն խնդիրն են տեսնում, էլի կիսում են նույն գաղափարը, էլի իսկապես ուզում են իրենց հայրենիքին, իրենց միջավայրին որևէ դրական փոփոխություն բերել եւ այո, հատկապես Հայաստանի դեպքում, այսինքն մեր հայրենիքի դեպքում մի ծաղկով հենց ամեն մեկովս որևէ փոփոխություն կգա, որովհետև եթե մենք ասենք, որ որևէ մեկը գալու է մեր խնդիրները լուծի, այդպես չի լինում, իսկապես չի լինում։ Ուսանողի տուն ծրագրին ովքեր կարող են մասնակցել, ուսանողները, որոնք բակալավրիատում են սովորում, մագիստրատուրայում, թե ընդհանրապես կարևոր չէ։ Տեսեք, իրականում շուտով նաև ընդունելությունը կլինի եւ կարծում եմ առիթ կունենաք նաև մեր համակարգման թիմակիցների հետ այսպես շփվելու, ովքեր որ ավելի մանրամասն ծրագիրը կներկայացնեն, բայց ինքը նախատեսված է առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների համար, ովքեր որ գալիս են, անցնում են քննության փուլեր, on-line հարցաթերթիկ են լրացնում, հետո մի հատ թղթային, նույնիսկ հետո բանավոր հարցազրույց են անցնում եւ արդեն որոշվում է ովքեր են ընդունվել ու արդեն մտնում են այդ ստեղծարար ճանապարհի մեջ։ Ինչ չափանիշներ են անհրաժեշտ, որպեսզի ուսանողը կարողանա անցնել ուսանողի տուն ծրագրին։ Առավելապես անձնային որակներ, շատ կարևոր է, որ հայրենատիրության եւ հայրենասիրության գաղափար ունենա, շատ կարևոր է, որ իսկապես ուզենա սիրիր երկիրը, սիրիր համայնքը, սիրիր միջավայրը եւ ուզենա որևէ փոփոխություն բերել։ Իսկ ծրագիրը անվճար թե վճարովի հիմունքներով է։ Տեսեք, իրենք կրթական ամբողջ ծրագրերը անվճար են, կա ուղղակի սիմվոլիկ վճար, որը որ տարածքի կոմունալ եւ այլն այս վճարների համար է, բայց ամբողջ մնացած process-ը իրենք անվճար են անցնում։ Բիզնես դպրոցի մասով ովքեր կարող են ընդունվել տարիքային սահմանափակում, կրթության առկայություն, բացակայություն կարևոր են սրանք։ Տեսեք, բիզնես դպրոցի դեպքում տարիքային սահմանափակում չկա, մենք ունեցել ենք ուսանող, միջին տարիքը 29-30, մի փոքր նաև ցածր, ունեցել ենք նաև 50 տարեկան ուսանող, այսինքն տարիքային սահմանափակում չկա։ Իսկ ամենաերիտասարդը Ամենաերիտասարդը 18 տարեկան է եղել ու նաև այստեղ ինչն է շատ կարևոր, որ դպրոցում ուսումնառություն ստանում են տարբեր սերունդի ներկայացուցիչներ, այսինքն Generation Z, միլենիալներ, այսպես ու դա շատ հետաքրքիր էսպես բան է տալիս, արդյունք է տալիս, որովհետև մի մասը ունի փորձառություն, մյուս մասը ունի էնտուզիազմ ու ռիսկի դիմելու պատրաստակամություն եւ սա բավականին հետաքրքիր էսպես համագործակցությունների հիմք է ծառայում։ Կրթական հենքի մասով որևէ սահմանափակում չկա, այսինքն պարտադիր չէ, որ դու ունենաս տնտեսագիտական կրթություն կամ մենք ունեցել ենք ֆիզիկներ, կենսաբաններ, այսպես լեզվաբաններ, այսինքն բոլորովին պարտադիր չի, որ դու տնտեսագիտական գիտելիք ունենաս ու նաև հենց սա է շատ կարևոր, որ մեզանում այդ կարծրատիպն է փոխվում, որ գործարարներ դառնում են հիմնականում տնտեսագիտական կրթություն ունեցող մարդիկ, բնավ ոչ, գործարար դառնում են այն մարդիկ, ովքեր ունեն ցանկություն արարելու, ստեղծելու միջավայրը փոխելու։ Եթե ընդհանրացնեմ տարիքային սահմանափակում չունենք, կրթական սահմանափակում չունենք, էլի քննության փուլեր են անցնում գրավոր եւ բանավոր, որից հետո բարձ լինում թե ովքեր են ընդունվել։ Իսկ ընդունելությունը երբ է։ Մայիս ամսվա ավարտին կավարտենք այս տարվա կուրսը, հուլիսի կեսին կլինի ավարտական միջոցառումը, որից հետո կլինի արդեն հուլիսի վերջ նոր հայտարարությունը մեր
Facebook-յան, LinkedIn-յան, Instagram-յան։ Սեպտեմբերի համար։ Այո։ Որքան է տևողությունը։ 6 ամիս է տևում, դասերը շաբաթական 2 օր են, երեկոյան ժամերին եւ այդ ամբողջ ուսումնառության ընթացքում կարողանում են հանդիպել 300-ից ավել գործարարների հետ տարբեր ձևաչափերով, տարբեր հանդիպումներով։ Միայն տեղական, թե հնարավորություն է լինում երբեմն նաեւ միջազգային։ Միջազգային, բայց ելի շեշտադրությունը դնելով հայ գործարարների վրա։ Հայ գործարարներ, ովքեր որ օրինակ Սան Ֆրանցիսկոյում են կամ, չգիտեմ, եվրոպական որևէ երկրում են, որպեսզի նաեւ դրսի փորձառությունը վերցնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր բովանդակ զրույցի համար։ Ձեզ նոր եւ անսպառ գաղափարներ եմ մաղթում, թե դպրոցի մասով, թե դպրոցից դուրս առհասարակ բիզնես միջավայրի կայուն զարգացումն ապահովելու մասով։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Սիրելի հեռուստադիտող, մեր տաղավարում զրուցում էինք առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյանի հետ, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Արիգա Մինասյանը իր գրագետ դադարով։